Փոստանջան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, Տիկին Փոստանջան, Ստեփան Սամվելյանը շարունակում է ձեր աղազանգերին հետևելով ամենածանր վիճակում գտնվել խայտառակ պայմաններում, խնդրեմ ինչ եք առանձնացրել այսօրվա համար։ Ստեփան Սամվելյանի դեպքը կարող ենք ասել այն պատկերն է, այն հայրին է, որը արտացոլում է այսօր Հայաստանի Հանրապետության իշխող գործող իշխանության խղճի չափը, այսինքն խղճի բացակայությունը։ Սա է այսօր արտացոլում Ստեփան Սամվելյանի դեպքը։ Ուրեմն Ստեփան Սամվելյանը այսօր ինձ հետ զրույցում խնդրեց, որպեսզի ես ձեզ փոխանցեմ հետևյալ նրա հայտարարությունը։ Սույնով տեղեկացնում եմ, որ այսօր իմ զարկերակային ճնշումը հասել է 220-ի, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում իմ կյանքին և առողջությանը, քանի որ գործող այստեղի ղեկավարությունը չի ապահովում իմ առողջական վիճակի համապատասխան նշանակված բուժումը կալանքի ընթացքում։ Ես գտնվում եմ երիկամային անբավարարության վերջնական փուլում, սակայն չեմ գտնվում նեֆրոլոգի, կարդիոլոգի և էնդոկրինոլոգի հսկողության կենսական անհրաժեշտության ներքո, և իմ առողջական վիճակը գնալով վատթարանում է։ Բացի դրանից ես չունեմ զուգարանի և լվացարանի պատշաճ պայմաններ։ Միակ առկա այդ զուգարան կոչվածը գտնվում է բավականին հեռու իր մահճակալից, որին նա հասնում է դժվարությամբ։ Բացի այդ, ինձ պահում են սոված, քաղցած, քանի որ նրան տրամադրում են հատուկ ինչ-որ սնունդ, որը անբավարար է նրան սնվելու համար։ Ես անձամբ եմ տեսել Ստեփան Սամվելյանին, երբ նրան զննում էր փորձագիտական կոչվող հանձնաժողովի ներկայացուցիչները, զննում էին նրան, նա ահավոր նիհարած վիճակում էր, երևում էր միայն նրա այտուցված որովայնի շրջանը և այտուցված ոտքերը։ Երբ այդ հանձնաժողովի անդամներից մեկը փորձում էր շալվարը տաբատը վերև բարձրացնել, որպեսզի տեսնել ոտքերի տակի այտուցվածությունը, ամբողջ այս գուլպաների սեղմված վիճակը այնպես էր սեղմված, որ այդտեղ այդ սեղմված վիճակում մնացել էր ամբողջությամբ տպագրված գուլպաների այդ ռեզինի հետքերը։ Եվ փորձագետը ասեց, որ սա նշանակում է այտուցված ոտքեր։ Իսկ այտուցված են ոտքերը, որովհետև երիկամները չեն գործում։ Ստեփան Սամվելյանը պահանջում է անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ ապահովելու ինձ անհրաժեշտ բժշկական խնամք և պայմանները ստեղծելու համար։ Հիմա ինչ է տեղի ունեցել։ Պարզվում է, Հայաստանի Հանրապետության անունից գործող դատավոր Վահագն Մելիքյանը իմ միջնորդության հիման վրա որոշում է կայացրել, այո, բավարարել միջնորդությունը, նշանակել դատաբժշկական փորձաքննություն, բայց երբ, որտեղ, ում կողմից, ինչպիսի պայմաններում այդ որոշման մեջ չի նշել։ Հետևաբար այդ որոշումը կարող ենք ասել մի հատ անորոշ որոշում է, որը պետք է կայացնել այնքան, որ կայացնելու համար, ինչի համար, որպեսզի վաղը մյուս օր Եվրոպական դատարան ներկայացնելու համար ասեն, որ մենք որոշում կայացրել էինք փորձաքննության նշանակելու վերաբերյալ։ Բայց քանի որ այդ պայմանները չկան, փորձաքննությունը դառնում է 0, նշանակված որոշումը դառնում է 0։ Հիմա այդ նշանակված որոշման վերաբերյալ, քանի որ արդեն կա պատասխան, որ այդ 0 է այդ որոշումը, ոչինչ դրանով մենք չենք կարող հասնել այդ որոշման ներքո, դատավոր Վահագն Մելիքյանը ինչ-որ գրություն է կազմում, նոր որոշում է կազմում և ասում է, որ այն էլ գաղտնի, թաքուն մեզանից, ինձանից և Ստեփան Սամվելյանից, որ դուք պետք է ապահովեք ոստիկանության աշխատակիցներ Ստեփան Սամվելյանի ներկայությունը,
Հոկտեմբերի 10-ին 2025 թվականին դատաբժշկական գիտագործնական կենտրոնում, որը գտնվում է առողջապահության վերահսկողության ներքո, Հերացու փողոցի վրա։ Ես գիտեմ, որ ժամը 13:00-ից մինչև ժամը 16:00 պետք է Ստեփան Սամվելյանը գտնվի փորձաքննության մեջ։ Առավոտվանից գնում եմ դատապարտյալների քրեակատարողական այդ հիմնարկը, որը նաև զուգահեռաբար չարաբաստիկ, ցավալի, թե ոնց բացատրեմ, նաև բուժ հաստատություն է, հիվանդանոց է, սենց կեղտոտ, փնթի, չգիտեմ, պոկված պատերով, եսի մինչերով մի հիվանդանոց է, այսպես կոչված, այդտեղ են պահում Ստեփան Սամվելյանին։ Գնում եմ առավոտը ամսի 10-ին, այցելում եմ Ստեփան Սամվելյանին, պատրաստվում ենք, որ պետք է գնանք դատաբժշկական փորձաքննության։ Եվ ինչ ենք պարզում։ Ասում եմ, որ Ստեփան Սամվելյանին հատուկ մեքենայով պետք է տանեք, հատուկ պայմաններում, որտեղ մարդես կարող է ճանապարհին շատ վատ զգա իրեն եւ բուժօգնության կարիք լինի։ Պարզվում է, որ ոչ հատուկ մեքենա կա, ոչ ընդհանրապես մեքենա կա, ոչ ուղեկցող խումբ կա, ոչ ոստիկան կա, ոչ հատուկ խումբ կա, որ պետք է Ստեփան Սամվելյանին տեղափոխեն Հերացու փողոցում գտնվող դատաբժշկական կենտրոն։ Սպասում ենք, չկան։ Ստիպված եմ լինում զանգահարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժին եւ հայտնել հանցագործության մասին հաղորդում, որ այս մարդկանց վրա դրված է դատական ակտով պարտականություն, նրան չեն տեղափոխում։ Որից հետո մոտ 1 ժամ անց գալիս է ոստիկանության 2 աշխատակից հատուկ մեքենայով եւ Ստեփան Սամվելյանին տեղափոխում են դատաբժշկական կենտրոն։ Գնում ենք դատաբժշկական կենտրոն հանձնաժողովի հետ, որպեսզի ծանոթանանք եւ նաեւ այդ հանձնաժողովը կատարի իր գործառույթները։ Պարզվում է հանձնաժողովը չի հավաքվել։ Միայն հանձնաժողովի ղեկավարն է տեղում, հանձնաժողովի 2 անդամները չկան։ Մեկը մի անդամ է գալիս, տիկին Նաիրա Բաբայան։ Պարզվում է, այս տիկին Նաիրա Բաբայանը նույն այն ծառայությունից է, որը վերահսկում է Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը։ Այսինքն առողջապահության նախարարության ՊՕԱԿ-ի ինչ-որ աշխատակից է, որին ես գիտեմ միայն անունով, ազգանունով, եւ գիտեմ, որ աշխատում է Կամո Մանուկյանի հետ, ով այդ գրությունները գրում, որ Ստեփան Սամվելյանի մոտ ամեն ինչ լավ է, նա ապրում է 5 աստղանի հյուրանոցում, ճգնախ պայմաններ են, հոյակապ սնունդ է, արտակարգ մի հատուկ պատրաստվածության սնունդ է նրան տրամադրում, մի այնպիսի բուժօգնություն են տրամադրում, որ դուք սկի չեք է պատկերացնի ձեր երազներում, թե եթե դուք հիվանդ լինեք, թե ինչպիսի բուժծառայություն եւ հիմնարկ է այնտեղ գործում, մի այնպիսի շքեղ հիվանդանոցային պայմաններ են, որ կոտրված, ջարդված, կեղտոտ, փնթի, պոկած պատերով, չգիտեմ որ թվականի մահճակալներով, երկաթից, չգիտեմ ինչից, այդպիսի մահճակալներ են եւ եթե դուք Աստված չանի հաշմանդամ եք, հաշմանդամի համար այդտեղ գոյություն չունի զուգարան։ Այսինքն դուք պետք է գնաք սկզբից օգտվեք թուրքական զուգարանից, հետո որ շատ խնդրեք, կարող է մի հատ ինչ-որ մի ձևի ձեզ ընդառաջել, մեկ-մեկ է դուք հնարավորություն ունենաք օգտվեք, օրինակ սովորական զուգարանից։ Բայց այնուամենայնիվ պայմանները մի խայտառակություն են։ Այդ խայտառակ պայմանները ուղղակի որպես հիվանդանոցային պայմաններ, չգիտեմ, ոնց անբացատրելի է, ոնց կարելի է դա դիտել որպես հիվանդանոցային պայմաններ եւ ասել, որ դա ամեն ինչը համապատասխանում է ստանդարտներին։ Հիմա ինչ ունենք, դատական ակտ ունենք, որ պետք է կատարեին դատաբժշկական փորձաքննություն, բայց փորձաքննությունը չեն կատարել։ Դատական այդ ակտով եւ փորձաքննության որոշմամբ Ստեփան Սամվելյանը վաղուց պետք է գտնվեր հիվանդանոցում եւ անցկացվեին հետազոտությունները։ Ուրեմն ամսի 10-ից, այսօր արդեն 14-ն է, առ այսօր որևիցե գործառույթ Ստեփան Սամվելյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ ըստ էության չի կատարվել։
Միայն ամսի 10-ին նրան զննել են 2 բժիշկ, ովքեր արձանագրել են Ստեփան Սամվելյանի այդ աննախադեպ խայտառակ վիճակը, այսինքն ոտքերը այտուցված, որովայնի շրջանում մեծ այտուցված որովայն, չգիտեմ, ընդհանուր ինքը նիհարած եւ զարկերակային ճնշումը 220։ Ես չգիտեմ, այս ոնց են էլի անում։ Եվ պարզվում է կապտոպրիլ են տալիս, կապտոպրիլը դա իրավիճակային դեղամիջոց է, որը այո, կտրուկ իջեցնում է զարկերակային ճնշումը, բայց ինքը չի բուժում, ինքը միայն եւ միայն իջեցնում է։ Այս մեթոդով շարունակում են սպանել Ստեփան Սամվելյանին։ Ովքեր են սպանության հեղինակները, շատերն են։ Դուք պատկերացնում եք, սկսած այն առաջին իսկ օրվանից ստեղծված փաստաթղթից, ԱԱԾ Արարատի մարզի ինչ-որ օպեր լիազորի կողմից կազմված զեկուցագրից եւ այսօր վերջին դատական որոշումները մատնանշում են, որ ուղղակի պատվիրված, սարքված գործի շրջանակում սպանում են Ստեփան Սամվելյանին։ Ուրեմն մենք ունենք արդեն իսկ դատարանի վարույթում գտնվող գործ, բայց պարզվում է որևիցե մեկ լիարժեք դատական նիստ չենք անցկացրել։ Դատավորը նշանակում է նիստերը 2 շաբաթը 1, երեկոյան ժամը 5-ին։ Ինչու է նշանակում երեկոյան ժամը 5-ին, որովհետև գիտի կգան մի 2 բառ կխոսեն եւ այլն, հետո կասի վերջ, նիստը ավարտվեց, աշխատանքային օրը այսօր ավարտված է։ Ինչպես արեց վերջին դատական նիստի ժամանակ։ Մենք ունենք դեռ աշխատանքային ժամ մինչև ժամը 6-ը, ասեց ոչ, արդեն աշխատանքային օրը մոտենում է ավարտին, ես ավարտում եմ նիստը։ Հիմա ամսի 16-ին նշանակված է նիստ։ Ես չգիտեմ, այդ նիստը կլինի, տեղի կունենա, թե տեղի չի ունենա, բայց այնուամենայնիվ նորից երեկոյան ժամերին նշանակված նիստ է։ Այսինքն դասական խայտառակություն է, բայց այս դասական, իհարկե ճակերտների մեջ ենք վերցնում այս դասական բառը, ուղղակի մենք ապրում ենք ողբերգություն Հայաստանի Հանրապետություն, որը տեսնում ենք մի մարդու ցավերի արտացոլման մեջ։ Այս վերջին շրջանում, երբ դու անընդհատ շփվում ես քո վստահորդի հետ, դու ավելի պատկերավոր ես տեսնում, թե ինչ կարգի խայտառակ վիճակի մեջ է գտնվում քո հայրենիքը, քո մարդկային հարաբերությունները, բոլոր նրանք, ովքեր այսօր պաշտոն ունեն, բայց իրենց տեղը այդ պաշտոնի համար ոնց են դողում, այն ինչպես են փորձում քնությունը, այսպես ասած, հանձնել իրենց վերադասների նկատմամբ, ամեն ինչ անել թեկուզ մարդու կյանքի գնով։ Դուք պատկերացնում եք, մենք ինչպիսի խայտառակ մարդկային հարաբերություններ ունենք։ Ամեն ինչից վեր է իրենց պաշտոնը, իրենց այդ ճղճիմ ստացած գումարները, ամեն ինչից վեր է։ Սա Ստեփան Սամվելյանի մասով, եւ ես ուզում եմ նաեւ ձեզ տեղեկություններ հայտնել բժշկական ոլորտում եւս մի դեպքի հետ կապված։ Ուրեմն այդ դեպքը վերաբերում է մի բժշկի, ով իրավունք չի ունեցել ըստ էության զբաղվել վիրահատություններով, պարզվում է նա ունեցել է ոչ թե իրական դիպլոմ, այլ կեղծ դիպլոմ, օգտագործել է կեղծ փաստաթղթեր, կատարել է վիրահատություններ, որի հետևանքով մարդկանց հասցվել է մահ։ Այս անձի վերաբերյալ կատարվել է քննություն, իմ կողմից կատարվել են հարցումներ եւ հարցման ի պատասխան ես ստացել եմ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից պաշտոնական տեղեկանք, որ ի պատասխան ձեր հարցման հայտնում ենք, որ Լևոն Աշոտի Արամյանի հավաստագիրը այլևս անվավեր է, քանի որ նրա դիպլոմը եղել է կեղծ։ Այս պատասխանից հետո ես համոզված լինելով, որ այլևս Լևոն Աշոտի Արամյանը, ով զբաղվել է Հայաստանի Հանրապետությունում վիրաբուժությամբ, այլևս հնարավորություն չի ունենալու
զբաղվել նման գործունեությամբ, հետևաբար ես ենթադրել եմ, որ եթե ինձ պաշտոնապես Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է նման տեղեկատվություն, ապա այս տեղեկատվությունը առնվազն փոխանցվում է նաև Հայաստանի Հանրապետությունում գործող հիվանդանոցներին եւ նաև իրավապահ մարմիններին։ Պարզվում է ոչ, այդպես չէ։ Եվ այս մարդը էլի շարունակում է իր գործունեությունը, այս անգամ իր գործունեությունը իրականացնում է Բեգլարյան բժշկական կենտրոնում։ Գնում եմ Բեգլարյան բժշկական կենտրոն, ասում եմ այս անձը այստեղ աշխատում է, ասում են այո։ Լևոն Աշոտի Արամյանը այս պահին իրականացնում է վիրահատություն, վիրահատությունը տևելու է բավական երկար, դուք իրեն չեք կարող հանդիպել, բայց եթե դուք ուզում եք կարող եք կապ հաստատել իր օգնականի հետ, WhatsApp-ով այս հեռախոսահամարով եւ պայմանավորվել։ Օգնականի անունն են հնչեցնում։ Ասում եմ շատ լավ, համարն են փոխանցում են։ Ես ուզում եմ հանդիպել Բեգլարյան բժշկական կենտրոնի տնօրինության հետ։ Ասում են լավ, հեսա մենք փորձենք այդ հանդիպումը ձեր կազմակերպել։ Մի աշխատակից ընդունարանի գնում է ինչ-որ մի աշխատասենյակ, հետ է վերադառնում, ասում են նման հանդիպում հնարավոր չէ կազմակերպել, մեր տնօրինությունը ձեր հետ չի կարող հիմա խոսել։ Ասացի, լավ, մեկ է մոտենում է մի տիկին։ Անունը Արմին է։ Տիկինը ներկայանում է որպես Բեգլարյան բժշկական կենտրոնի գիտական ղեկավար եւ ասում է, այո, Լևոն Աշոտի Արամյանը այստեղ է աշխատում, նա օրինական է այստեղ աշխատում, վիրահատություն է անում, վիրահատությունը ուշ կավարտվի եւ իրենք ունեն բոլոր լիցենզիաները այդպիսի վիրահատություններ անելու համար եւ այլն եւ այլն։ Դուք պատկերացնում եք, առողջապահության նախարարությունը ինձ պատասխանում է, որ ոչ Լևոն Աշոտի Արամյանի թիվ այսինչ հավաստագիրը, լիցենզիան այլևս անբավեր է, քանի որ նրա դիպլոմը եղել է կեղծ, բայց դրանից հետո մի քանի օր անց ես տեղեկանում եմ, որ Լևոն Աշոտի Արամյանը շարունակում է իր գործունեությունը որտեղ Բեգլարյան բժշկական կենտրոնում։ Հիմա ոնց կարող ենք մենք հավատալ առողջապահության նախարար Տիկին Ավանեսյան ձեր գրությանը եւ մեր տեսածին, այսինքն այս երկու իրարամերժ փաստերը, որն է սրանցից ճիշտ, կամ Լևոն Աշոտի Արամյանը անվավեր դիպլոմ, անվավեր հավաստագիր չունի, դուք ինձ ստել եք, նման պատասխան եք տրամադրել, կամ ստելով թույլ եք տվել, որպեսզի նա աշխատի Բեգլարյան բժշկական կենտրոնում, կամ Բեգլարյան բժշկական կենտրոնը շրջանցելով օրենքի պահանջները ընդունել է մի մարդու աշխատանքի, որը չունի լիցենզիա։ Հիմա որ մեկն է այստեղ ճիշտ։ Հարգելի իրավապահ մարմինների աշխատակիցներ, հարգելի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, ես հիմա հավատամ, որ այս մարդը ձեր կիլերն է, այս կերպ եք մարդկանց հիմա սպանում, կանչում եք մեկին, ով չունի նման իրավունքներ կատարելու վիրաբուժական գործունեություն, հրավիրում եք վիրաբույժ, մարդկանց եք սպանում, հիմա այս արդեն այդ բակարդակի եք հասել, հա, մարդկանց սպանության հարցում։ Ես այլ բացատրություն չունեմ։ Ես դիմել եմ ազգային անվտանգության ծառայության տնտեսական գծով այդ ղեկավար կազմին։ Դուք եք հայտնաբերել բավականին փաստեր կապված այս ոլորտում խայտառակության հետ։ Դուք եք հայտնաբերել։ Ես ձեզ դիմել եմ, դուք իմ նամակներս, բողոքներս, միջնորդություններս, հաղորդումներս ուղղորդում եք այլ մարմիններին եք ուղարկում։ Հիմա հարց եմ ձեզ տալիս։ Այդ որ ուղարկում եք, ես հիմա կարող եմ համոզված լինել, որ այս սպանություն կատարողները ձեր կողմից են հովանավորվում։ Այսինքն ազգային անվտանգության ծառայությունը հովանավորում է սպանություն կատարողներին։ Այլ կերպ ես չեմ կարող բացատրել։ Այլ կերպ բացատրություն այս ամենին չկա, որովհետև ցանկացած մարդ, եթե հանդիպում է նման հաղորդմանը, ինքը արդեն պետք է մտածի հաջորդ քայլի մասին։ Իսկ
իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղղակի պարտականության մեջ է մտնում արձագանքել այս փաստերին, դեպքերին, իրադարձություններին, որը չի կատարվել առ այսօր։ Հիմա այսօր առավոտ նորից ուղարկում եմ դիմում բողոք պահանջ ում։ Բացի իրավապահ մարմիններից, նորից Տիկին Ավանեսյանին եմ ուղարկում եւ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին, կառավարությանը առընթեր։ Առողջապահության նախարարությունից ինձ գալիս է պատասխան, որ Տիկին Փոստանջան, մենք հիմա ստուգում ենք Լևոն Աշոտի Արամյանի վերաբերյալ բոլոր իր որակավորումների վերաբերյալ փաստաթղթերը։ Չհասկացա, այս նոր եք ստուգում։ Բա որ ստուգել էիք, ինձ պատասխանել էիք, իմ դիմումի հիման վրա էիք, բա որ ես դեզանից ուզում էի բոլոր հիմքերը, այդ հավաստագիր տրամադրելու հետ կապված, բա որ ես դեզանից ուզում էի Ուիգմորի լիցենզիայի հիմքում ընկած փաստաթղթերը, որը դուք ասում էիք առևտրային գաղտնիք է, այս դեպքում է ինձ ասեցիք, որ սա անձնական տվյալներ են, հիմա կարող եմ ես համոզվել, որ դուք էլ եք հովանավորների մեջ, այսինքն դուք ամենաբարձր մակարդակում Հայաստանի Հանրապետությունում հովանավորվում են սպանությունները։ Ես այլ կերպ չեմ կարող բացատրել ձեր գործունեությունը։ Ինչ է նշանակում։ Մարդը չունի դիպլոմ, ստանում է հավաստագիր։ Մարդուն հայտնաբերվում է, որ դիպլոմը կեղծ է, հավաստագիրը ճանաչվում է անվավեր, բայց տրվում է էլի աշխատանքի իրավունք նորից կատարելու վիրահատություններ։ Ում եք հիմա պատրաստվում սպանել, կբացատրեք, գոնե մարդիկ չգնան այլևս այդ քայլին, ում եք պատրաստվում սպանել, հայտարարեք, հարգելի հայրենակիցներ, երբ դուք դիմում եք վիրաբուժներին, հատկապես այդ փոքր հիվանդանոցների վիրաբուժներին, ովքեր չունեն հագեցվածություն, այնպիսի հիվանդանոցներ են, որ չունեն հագեցվածություն, անպայման ստուգեք, ովքեր են այնտեղ բժիշկները եւ վիրաբուժները, ովքեր ձեր նկատմամբ պետք է կատարեն միջամտություն։ Բացի այդ, պահանջեք, ստացեք ձեր վիրահատության վերաբերյալ համաձայնագիրը եւ բացատրությունը, թե ինչ կարող է ձեզ սպառնալ այդ վիրահատության հետևանքով, հատկապես երբ ձեր վիրահատությունները պլանային են, այլ ոչ թե անհրաժեշտ կյանքի ցուցումով։ Սա իմ խորհուրդն է բոլոր նրանց, ովքեր կառնչվեն այսօրվա դրությամբ մեր առողջապահական կազմակերպությունների հետ եւ առողջապահության նախարարության հետ։ Տիկին Փոստանջան, եւս երկու հարց, երկրում տիրող է սարսափելի մթնոլորտը, ամենուր սպանություններ, Չարենցավանի եկեղեցուն սպանություն, Արամուսում ընտանիքի սպանելուց հետո եւս երկու սպանել է մարդասպանը, ինչ է տեղի ունենում, խնդրեմ։ Տեսեք, եթե նախորդ 30 տարվա ընթացքում իհարկե այդ արատավոր երևույթները նաև ծնեցին այսօրվա օրը, բայց այնուամենայնիվ 44 օրվա ընթացքում 5000 զո ունենալ եւ չպատժվել ոչ մի կերպ։ Այսօրվա դրությամբ մենք ունենք մի հատ դատական ակտ, որ մտել է օրինական ուժի մեջ, դա Ջալալ Հարությունյանի վերաբերյալ դատական ակտն է, դատապարտման դատական ակտն է, եւ էլ չունենք դատական ակտեր։ Այսինքն ամենաբարձր մակարդակով խրախուսվել է մարդուն կյանքից զրկելը։ Եղել է տարբեր եղանակներով ամենազավեշտալի, ամենախայտառակ եղանակը դա ցեղասպանությամբ, այսինքն ցեղասպանության ենթարկելն էր 44 օրյա պատերազմի ընթացքում, բայց հիմա եթե մենք անենք ստատիստիկայի վերլուծություն, COVID-ի ժամանակ քանի հազար մարդ մահացավ, ում պատճառով գործող իշխանությունների, բանտերում քանի մարդ է մահացել։ Այս ստատիստիկ տվյալները եթե վերցնենք, մի խայտառակ պատկեր է։ Մենք ունեցել ենք խայտառակ պատկեր, որ դատարանի դահլիճում մարդ է մահացել։ Մարդ, ով չպիտի լիներ կալանքի տակ։
այսինքն կալանքի տակ գտնվող Արմեն Գրիգորյանին, այնպիսի պայմաններում Արմավիրից բերեցին Երևան դատարանի դահլիճ, այդ շոկ, այդ վառանոկ մեքենայի մեջ, այդ խայտառակ պայմաններում, այսինքն մի քիչ ունես խնդիրներ առողջության հետ, այդ պայմանները բավարար են, որ քեզ սպանեն, այսինքն հատուկ դիկտատորալ սպանեցին, բերեցին դատարանի դահլիճում սպանեցին, սպանություն, այսինքն իրենք այդ սպանությունները բեմադրում, խրախուսում, այնպես են անում, որ մարդկանց համար դա լինի սովորական երևույթ, դրա համար եկեղեցում է մարդ կսպանեն, որևիցե խնդիր չկա, որովհետև այս մարդկանց համար այդ սպանությունները ամենակարևոր գործառույթներն են այս գործող իշխանության, առանց որի ինքը չի կարող գոյատևել, այսինքն իր գոյատևման պայմանը նաև սպանություններն են, սպանությունների խրախուսումն են, որի նոր ես մի քիչ առաջ նաև ձեզ հրապարակեցի։ Հիմա որ նայում ենք սրբազանների հետ կապված, ես գիտեմ, որ և Գալստանյանը, Բագրատ Գալստանյանը և Աճապահյանը երկուսն էլ ունեն առողջական խնդիրներ, ինչքան կդիմանան իրենք փակ տարածքում, այդ պայմաններ կոչեցյալը, որ խոսվում է անընդհատ մարդկային են, թե ամարտկային է, մենք խոսում ենք այո, այդ փակ տարածքի մասին, դուք տեսաք, որ իմ պաշտպանյալից Լիաննա Հարությունյանին այս դաժան մարդակեր իշխանությունը ոնց կալանավորեց Լիաննային և 8 ամսեկան նրա երեխային։ Երեխան չդիմացավ նուրբ էակը, մի օր, մի գիշեր մնալով Աբովյան քրեակատարողական հիմնարկում հայտնվեց հիվանդանոցում։ Այսինքն այս մարդակեր ռեժիմը բոլորին անխտիր մեր ու մանուկ, ոնց որ հրապարակում ասում էին, չէ, հանրապետության, մեր ու մանուկ պետք է կոտորեն, մենակ յանց ուզածը լինի։ Հիմա դա է, մեր ու մանուկ կոտորեն, սրբազաններին նկատմամբ այդ դաժան վերաբերմունքը դրսևորեն, եկեղեցին դարձնեն թիրախ, դուք ով եք, որ իմ հավատի, իմ եկեղեցու, իմ համոզմունքների նկատմամբ ոտնքություն անեք։ Ձեզ ով է դա թույլ տվել, ով ուզում եք եղեք, ինչ իշխանություն ուզում եք եղեք, դուք այդ իրավունքը չունեք, բոլշևիկներն էին հարձակվում հայոց եկեղեցու վրա, բոլշևիկներն էին տանում մարդկանց, իրենց տրոյկաներով գլխատում, գնդակահարում, հասկացանք բոլշևիկ եք, բայց մենք էլ նենց հանձնվողը չենք, սա է ամբողջ էությունը, հակամարտությունը, որը այսօր գոյություն ունի, մեր և այս գործող իշխանության միջև։ Չեմ կարծում, որ սա շատ երկար կտևի, այնուամենայնիվ, միգուցե 7 տարին բավականին երկար է, այսօրվա մեր պայմաններում այդ 7 տարի 700 տարի է, բայց այնուամենայնիվ այս օրերն էլ են անցնելու։ Այնանք ովքեր որ էսենց մեկը, չգիտեմ, իր ձևի թաթիկների վրա կանգնած այս բոլշևիկների դեմ պարում է, խոնարհվում է, ինչ-որ բաներ է ստորագրում, կեղծիքների տակ է ստորագրում, կամ ամեն ձև ուզում է ծառայություններ մատուցել, ձեր անունները բոլորիդ գրվում են, ձեր ստորագրությունները բոլորիդ հավաքվում են, այնպես չէ, որ մնալու եք անպատիժ, իհարկե և վերևում են պատժվելու, բայց այստեղ գիտեք նաև ինչն է կարևոր, ներքևի օղակներում նաև ովքեր են, որ այդ ծառայությունները մատուցում են։ Ճիշտ է, այդ տրոյկաները ժամանակին, որ գործել են, իրենք եղել են, բայց մատնիչներն էլ են, չէ եղել։ Այդ մատնիչները, որ չլինեին, տրոյկաներին գործով պետք է տար։ Այսինքն մատնիչի գործը այսօր, այս ստորսրիկա համակարգում, այդ գրողի, որ Սամվելյանի վրա մեկը պատվերատվե, մի հատ էլ ԱԱԾ օպեր Արարատի մարզից, ինչ-որ զեկուցագիր է գրել, որ ինքը ինչ-որ տվյալներ ունի։ Տղա ջան, բայց զեկուցագիրդ որ գրում էիր, բադրատակի տվյալները ուր են, բա ուր են այդ տվյալները, բա ցույց տայր այդ տվյալները, ներկայացնեիր, այսինքն հասկանալի է, որ տվյալները քո պատվերն է, ինչ-որ մեկի կողմից, այդ ինչ-որ մեկն է կբացահայտվի, իսկ դու Արամ Զավենի Սարգսյան, ուղղակի այս ամեն ինչը անցնելու է, բայց դու ես գալու, դառնալու ես, նստելու ես պատժի աթոռին,
քեզնից էլ ենք պահանջելու, պատժվելու ես։ Արտակ Զեյնալյան, հիմա ձենդ կտրած նստել ես դատավորի աթոռին, երևի քո ամբողջ կյանքի երազանքը այդ է եղել, հա, դառնաս սահմանադրական դատարանի դատավոր։ Ես կարծում եի, որ ամեն դեպքում սկզբունքներ ունեցող անձնավորություն ես, պայքարում էիր մարդու իրավունքների համար, բողոքներ էիր ներկայացնում, իրավաբանությամբ էիր զբաղվում, բայց մի հատ կանչի այդ Արամ Զավելին Սարգսյանին ասա, չես ամանչում։ Ստեփան Սամվելյանը նա քեզ կարող էր քո նկատմամբ նախապատրաստել մահափորձ, մի հատ բաց նայի իրավապաշտպան մարդ ես եղել ժամանակին, կամ չես եղել երևի, բայց այնուամենայնիվ այդ փորձը ունես, մի հատ բաց կարդա էլի, նայ գործի հանգամանքները, փաստերը, փաստական տվյալները, մի հատ բաց կարդա, 4-րդ կարգի երիկամային անբավարարությամբ, ինսուլտով, ինֆարկտով, հանրապետական հիվանդանոցում պարկած հիվանդը կարար նախապատրաստեր օրինակ քո կարծիքով այդ սպանությունը, հաշմանդամ, այնպես չէ, որ օլիգարխ է լիքը սենց բազմաթիվ ենթականեր ուներ, կարող էր էսրան էսքան վճարել կա, անձամբ կարար տենց բան պատրաստեր, նախապատրաստեր, մեկ բացեք հանգամանքները, փաստական կարդացեք, ուղղակի շատ ափսոս, որ 30 տարվա մենք կարծում ենք, որ ինչ-որ միտեղ մի բան ձևավորվել է, կա ինչ-որ մի իրավապաշտպան թիմ, պարզվում է ոչ, սուտ է, կեղծիք է, այդ որ ասում ենք, որ ամեկ պլուսը լիներ, լավ կլիներ բազմակարծություն և այլն, պարզվում է այդ ամեն չէ, ինքան սուտ է եղել, ինքան կեղծիք է եղել, շատ եմ ափսոսում, որ ամեկ պլուսը փակվել է, չպիտի փակվեր, պետք է լիներ բազմակարծություն, պետք է լինի տարբեր լրատվամիջոցները պետք է գործեն ազատ, բայց պարզվում է այս ամեն ինչը հիմա այս թվային աշխարհում, բա ուր եք ազատ լրատվամիջոցներ, մի հատ ազատություն կար, չէ, իբրև թե ազատ էր, բա ուր ես, ազատություն ռադիոկայան, բա ինչ չեք լուսաբանում Ստեփան Սամվելյանի գործը, մարդը կյանքի և մահվան միջև է կանգնած, կալանավայրում, դատապարտյալների հիվանդանոցում, հիմա որ սենց նայում եմ, համեմատում եմ հաց բերողի գործին, ուղղակի նույն գործելավոճով ամեն ինչը տեղի է ունենում, միայն մեկ տարբերություն կա, ազատություն ռադիոկայանը այլևս չի լուսաբանում, որովհետև չունի նման պատվեր, այսպես կոչված իրավապաշտպանները գոյություն չունեն, ոչ մի բան չեն խոսում, որովհետև չունեն պատվեր, և պարզվում է կամ լրատվամիջոցներ, որը փոխարինում են, դա Հայլին է, որտեղ կարող է Զարուհի Փոստանջյանը գալ և խնդրել տիկին Անժելային տրամադրի իրեն եթեր և այս եթերից պատմի ինչեր կան Հայաստանի Հանրապետությունում, կալանավայրերում և ինչպես են խախտվում զանգվածաբար մարդու իրավունքները։ Այսքանը։